Եթե մկրտչյանների որոշեն առանձնական մեծ սենյակում խաղով տարված այս փոքրիկներին խանգարենք մի պահ եւ հարց տանք, թե նրանք ումն են ամենից շատ սիրում, ապա նրանք անկասկած առանց վարանելու կպատասխանեն մեր ցոլակ պապին եւ մեր վարսենիկ տատին։ Մկրտչյանների ավակ որդու եւ ամենափոքրիկ ծննդյան թվերի միջև ընկած տարածությունը ասեղնագործել, ըխկել եւ գունազարդել են ամուսինները, եւ դա արել են սիրով ու ջերմությամբ, հավատով եւ բարին լավը զավակների էության մեջ մարմնացած տեսնելու ակնկալիքով, արել են երազելով եւ համբերությամբ։ Ամուր հիմք ու որմեր ունեցող այս հարկի ներքո 12 զավակ է աշխարհ եկել։ Ծնվել է 12 հայ, բարին, գեղեցիկը, ազնիվը իրենց կյանքով եւ կենսագրությամբ պաշտպանելու ելած 12 զինվոր։ Իրենց իսկ ֆիզիկական գոյությամբ ծնողների ճշմարիտ երջանկությունը մեկ անգամ եւս հավաստող 12 երաշխիք։ Վերջապես իրար թիկունք կանգնող 12 հույս ու ապավեն։ 12-ը 6 ուստր եւ 6 դուստր։ Երկրի վրա անխախտ հիմքերով հաստատված այս շեն օջախում 12 անգամ մանկարջի չլսվել եւ նույնքան անգամ էլ ցոլակ եւ արսենիկ մկրտչյանների ընտանեկան հարկի հուսո երկինքը լցվել է հրաշքի եւ հայտնության զանգակների ղորանջով եւ կրկին անգամ ջերմացած պատերը արձագանքել են երջանկություն։ Նման բազմատամ ընտանիք ստեղծելու ճանապարհին ցոլակ եւ արսենիկ մկրտչյաններին թվում է, թե բնավոր չի ուզել այն հարցը, թե ինչ միջոցներով եւ ինչպիսի պայմաններում են պահելու մեծացնելու իրենց զավակներին։ Թվում է, բայց նրանց կյանքի ու կենսագրության բազմախոս էջերը վկայում են այն մասին, որ երիտասարդ ընտանիքի առաջնեկը ունենալու պահին են հասցրել էր արդեն կշռել կյանքի ծանրությունը։ Զրկանքով մանկություն, պատերազմ, հասցրել էին զանազանել կյանքի սերն ու սպիտակը, գորշն ու լուսավորը, եւ երկուսի ապրելու սկզբունքը հանգեցրել էր մեկ լուսավոր նպատակի՝ հիմնել, ստեղծել մեծ բազմանդամ ընտանիք։ Իսկ այսօր ահա խաղաղությամբ եւ պայծառորեն շնչնկում է մկրտչյան գերդաստանի կենաց ծառը։ Լապոտ ցոլակն ու տիկին վարսենիկը արդեն ամուսնացրել են իրենց բոլոր զավակներին, իսկ կենաց ծառը ավելի է տարածել ճյուղերը։ Ոչ մի ծնող իր չարչարանքի կատարածի դիմաց երբևէ հատուցում չի պահանջել, բայց եւ վայ այն զավակին, որն իր ապրածով եւ կենսագրությամբ չի փորձի թեկուզ շնչին չափով հատուցել, իսկ մկրտչյանների բոլոր զավակներն են կյանք կոչված կածանով միշտ էլ քայլել են վստահորեն եւ շիտակությամբ, ծնողներից ժառանգելով աշխատասիրության ջեղը, ճշտել եւ գտել են իրենց տեղը կյանքում։ Ասում են վարդի մի տեսակ կա, որը ծաղկում է 30 տարին մեկ։ Երջանկության մի տեսակ կա, որը նույնպես փպտում իրեն իցուց է դնում, եթե ոչ 30, ապա անկասկած երկար տարիներ հողից, կյանքից բավականաչափ կենսահյուտ եւ ավիշ կլանելուց հետո միայն։ Միթե հիմա այն ժամանակը չէ, երբ մկրտչյանների զավակները հասուն մարդիկ են, իրենք էլ հայրեր ու մայրեր, չի ծաղկել վարպետ ցոլակի եւ արսենիկ մայրիկի ընտանեկան երջանկության վարդը։ Իսկ այսօր ցոլակ եւ արսենիկ մկրտչյանների ոսկե հարսանիքն է։ Զավակների, մերձավորների, բարեկամների եւ ամենից շատ իրենց համար արտակարգ հանդիսավոր եւ ուզիչ օր։ Ապարտության զգացումով միախառնված ուրախությամբ ալեկոծվում են մկրտչյանների ուստերերն ու դուստերերը, հարցներն ու փեսաները։ Միամիտ պայծառ հրճվանքով հրճվում են թոռները, իսկ իրենք հարգարժան հարց ու փեսան սրտի մի կեսով արձագանքում են հարազատների ուրախությանը, մյուս կեսով իրենց թանկ ու նվիրական անցյալը ներկա դարձնող հուշերի հետ է։ Ով գիտե, այդ ապրեցնող, ներկան իմաստավորող հուշերից որոնք են հատկապես ամուր սեղմում նրանց բարի եւ համբերատար սրտերը, որ հուշերն են հատկապես բևեռվել նրանց խավոտ հուշապաստառին։
Դժվարին կյանք ապրած, բայց ժպտերես ու սակավախոս վարպետ Ցոլակը իր ջերմ և հուսադրող հայացքով փայում է մեր ցավողներին, հարազատներին և կրկին մտովի տեղափոխվում է իր պատանության աշխարհը։ Քայլել է և նրա կողքին ուսնքից և նրան միշտ հավատարիմ հայ կնոջ լավագույն գծերը իր փխրուն և համբերատար էության մեջ ներդաշնակած Վարդենիկ մայրիկը։ Մկրտչյան ամուսինների հուշամատյանում թափուր օրեր չկան։ Չկան համր ժամեր։ Ամեն ինչ պատմում է, ամեն ինչ հավաստում։ Եվ այլ կերպ չէր կարող գծվել անհանգիստ և ստեղծագործ մարդկանց կյանքի ընթացքը։ Իմ առաջին Ֆերդինանդից էլ բոլոր երեխաները օրինակ են վերցրել, թե այրեստի կողմից, թե խելոքության և թե հարկանքի կողմից բոլորն են իր մեծ եղբորն են օրինակել։ Աղջիկներս նմանապես բոլորը խելոք սովորել են, աշխատել են, այրեստ, ամեն մետեղ լավ այրեստի սովորել են, աշխատում են, բոլորի կողմից էլ շատ ճանաչված, բոլորի կողմից էլ հարկված, հիմա ով էլ որ լսը ասում է, որ ճիշտ է իրոք, այդ կնոջ ասած խոսքերը։ Շուրջ 35 տարի է աշխատում եմ հաղթանակի միջնակարգ դպրոցում որպես ուսուցչուհի։ Կարող եմ ասել, որ այդ ընտանիքը հոյակապ հիանալի օրինակելի ընտանիք է Հաղթանակ գյուղում։ Եվ քանի որ ես դասավանդել եմ Տիկին Վարսիկի գրեթե բոլոր զավակներին և այժմ էլ դասավանդում եմ նրա թոռնիկներին, իդեպ կարող եմ ասել, որ իրենց լավ օրինակով միշտ փայլել են դպրոցում և ես ուզում եմ ասեմ ընդհանրապես այս օջախի, այս գերդաստանի մասին։ Ես ճանաչում եմ այս ընտանիքը, լավ եմ ճանաչում, քանի որ նրանք ապրում են նախ ասեմ, որ դպրոցի հարևանությամբ, երկրորդն էլ դե արդեն պարապել եմ բոլոր զավակներին, թոռնիկներին, կարող եմ ասել, որ նրանք իսկապես արժանի զավակներ են մեր հասարակության համար։ Չնայած այն հանգամանքին, որ նրանք չեն դարձել գիտ աշխատողներ կամ որևէ արվեստագետ կամ որևէ այլ ճյուղերում, սակայն դարձել են իսկական մարդիկ, իսկական դաստիարակված, մարդկային, օժտված բոլոր դրական հատկություններով աչքի են ընկնում իրենց օրինակելի առանձնահատկություններով։ Ես կարող եմ ասել, որ Մկրտչյանների ընտանիքը շատ լավ ընտանիք է, աչքի է ընկնում ամբողջ գյուղում, իրենց նախասեմ համերաշխությամբ, իրենց աշխատասիրությամբ, իրենց համեստությամբ և իրենց մարդամոտ, մարդասիրական հատկանիշներով։ Հիմա քանի երեխաներ ունեք, քանի հարցներ, բոլորը թոռներ։ 12 երեխա են։ 6 հատ հարց ունեն, 6 հատ է փեսա ունեն։ Բոլորն էլ իրար հետ շատ կապնված են։ Մեկի հետ այսքան ժամանակ չեմ տեսել, որ խռով եղնին, թե փեսաներս, թե տղաներս և աղջիկներս հարցների հետ նմանապես։ Վարպետսոլա, դե հիմա էլ դուք ասեք, դե հիմնականում տան ծանրությունը ում վրա է։ Հիմնականում մեր տան ծանրությունը եղեգնոջս վրա։ Ամենը մեծ ծանր գործը նրա վրա եղել։ Եվ տան դաստիարակության, և դրսի դաստիարակության։ Դե իմ աշխատանքը նույնպեսին եղել, որ ես անընդհատ դաշտերն եմ եղել, ինձ չեմ կարողացել ընտանիքում շատ մասնակցել։ Մեր գործում առասում ինպես ու գիշեր ցերեկ պիտի աշխատենք հանդեսության ունը, որպեսզի հասնենք։ Դրա պատճառով ես չէի կարող ընտանիքին շատ օգնություն ցույց տալ։ Դրա համար այդ մեծ ծանրություն ինձ կնոջ վրա և
ծանոթությամբ ուսերի վրա դες սարավ է երեխանին լավ դաստրագեց իհարկե ես էլ օգնում եմ իրան իր հետ միասին համերաշխության հետո ընտանիքում էլ պետք է համերաշխություն լինի այդ համերաշխությունը ճիշտ ասենք գալիս է մեզանից երբ մենք համերաշխ ենք ընտանիքում երեխաներն որ մեզանում տեսնում ես ծնողներին նրանք արդեն զգում են որ այդ դաստրագությունը տեսնի ինչպես են ես ծնողներ նրանք շատ ընդունանդգում են այդ ծնողների վերաբերմունքին շատ մարդիկ շատ են տեսնի որ երեխաներ մեզամասում ծնողներին ծնողներին ուրիշ բաներով զբաղվում բայց մեր տղաներ երեխեք շատ լավ են բոլորը ուղարկել են բանակ ֆեդիկ ամենառաջին գնացեք ու բոլորներ կողասանակրելով միշտեր ստացերին վայնի չաստերից մեր երեխաների համար որ շնորհքով ծառայեն 16 տղաներ բանակում ծառայեն մերին տուն ստացեն տաշտան տանիք իրանց Դեգի վարդեն, հիմա ձեր երեխաները քանի երեխաներ ունեն, քանի ամեն մեկը Ամեն մեկը հիմա միջավայրին են հենց 3 հատ ունեցել են բեկից կտրել են 3-ի վրա կայնել են բոլորներ Անձի տեսը վախեցել են, չգիտեմ ինչ է, 3 հատ, 2 տղա մի աղջիկ, Գալյաս էլ 3 տղա, Սրապս էլ 3 աղջիկ։ Բիջի թամբալ սրապ։ Եթե ասենք ձեր երեխաներին բնորոշող հիմնական հատկանիշը որն է, որ բոլորին։ Ասենք ինչով են տարբերվում։ Հա, նրանք տարբերվում են ուրիշներից։ Այո։ Մարդկայնությամբ, իմացած, բարեկամությամբ, իրենց արեստով, իրանք բոլորն արեստավոր են, ժողովրդից ով կրում են նրանց մոտ, դժգոհ չի վերադառնում։ Նրանցից շնորհակալություն հայտնում կրում են, այդպես վերաբերվում ունին ամբողջ հասարակության։ Եվ դրա համար են իմ երեխաների բոլորն հարթում են ամբողջ մեր հնացին որ ճանաչումը։ Դեգի վարդեն, դու ինչ կասես։ Ես էլ նույնն եմ ասում։ Բոլորի կողմից են իմ երեխաները հարգված են, մանավանդ Սրափը, ինչ կա մեքենա, որ չաշխատի, փչացած եղնի, բերում են Սրափի մոտ, Սրափը այն նույն րոպեին պատրաստում տալիս իրենց։ Դուք երբևէ նեղություն չեք քաշել այդ տարիների ընթացքում, երբ երեխաները զգացնելու ժամանակ։ Որն եղել ամենադժվարին տարիները։ Դժվարություն այնքան չեմ տեսել նրա համար, որ մեկը մյուսին օգնել են երեխաներս։ Մեծերը Ֆերդինանդից, աղջիկներից բռնած, աղջիկներն ինձ են օգնել, բայց տղաներն էլ փոքրերին օգնել են։ Ամեն կողմից էլ, թե դաշտի աշխատանքի, թե տան տնտեսության, բոլոր իմ երեխաները մեկը մյուսին օգնել են։ Օրինակ, իմ Գալյան փոքր երեխա վերջանուշից գեղեցիկին պայել է, ես գնացել եմ աշխատանքի։ Երեխաներս մեծ աղջիկները պայել են փոքր երեխաներին, ես գնացել եմ դաշտը աշխատանքի, բոլորովին դաշտից էլ ես չեմ կտրվել կոլխոզի աշխատանքից, մինչև հիմա էլ աշխատել եմ, թոշակի էլ գնացել եմ։ Հիմա երեխաները համար գործում են։ Հա, հիմա էլ արդեն սիրում եմ գործել, բոլոր երեխաներին թորնիկներս ասում են հերտով, տատի ջան, իմ հերտը չի եկե, ինձ բրուսկա պիտի գործես, ինձ նասկի, բոլորին ես ցրդերի նասկիներ եմ գործել, Ֆարշեր եմ գործել տվել եմ, ես էլ իմ կային դայրեն եմ գործում տալիս։ Հենց նման գերդաստաններով է հարուստ ժողովուրդը ուժեղ հայրենիքը։ Եվ երիցս փառք այդ գերդաստանների նահատակներին, ովքեր իրենց տողմից առատ ընկելիս զգացել են, որ միայն անհատնում սիրով, նվիրումով և աշխատանքով կարելի է ստեղծել մեծ, ամուր և առողջ գերդաստան։ What
Thank you.